Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան թեմն եւ ես Արման Աբովյանը։ Այս ժամանակաշրջանում մենք բոլորս միասին ամփոփում ենք 2025 թվականը, բայց ամփոփել բառը մի քիչ չի սազում, որովհետեւ ամենօրյա ռեժիմով այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ կարծես թե ամփոփելը պետք է լինի 12-ին 1 պակաս ամսի 31-ին, հա, 0001 պակաս, ասենց ասեմ։ Բայց այնուամենայնիվ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, իրենք այո նվազագույնը միջանկյալ ամփոփման, հա, կարիք ունեն եւ այդ ամփոփման գործընթացի մեջ ես հանձինս Աբովյան Time podcast-ի շրջանակներում միշտ առաջնորդվել եմ հետեւյալ սկզբունքով. պետք է լինեն մարդիկ, պետք է լինեն ուժեր, որոնք այս կամ այն առումով, հա, իրանց չափով դե լավ sense ասեմ, ներգրավված են եղել այն գործընթացների մեջ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։ Ես իմ այսօրվա podcast-ի մեր ավելի ճիշտ ներողություն, հա, մեր այսօրվա podcast-ի համահեղինակի հետ ծանոթ եմ, ընկերություն եմ անում նվազագույնը, հեսա ասեմ, 8 տարի արդեն։ Որը 8 տարի օրս սրա։ 9 տարի, դե լավ, այսպես ասենք, եւ պատիվ եմ ունեցել իր հետ աշխատել ազգային ժողովում, պատիվ եմ ունեցել տեսնել այդ մարդուն տարբեր, հա, քաղաքական ծանրը ոչ թե ասեն լարված, դե լավ, ասենց ասեմ վիճակներում, անչափ հարգանք եմ ապրում այդ մարդու հանդեպ, մի խոսքով, Հայաքվե հասարակական նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը սր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շիրլի լավ բաներ ասացի զգում ես։ Ես չգիտեմ հիմա էլ ինչ պիտի խոսամ այդքան խոսքերից հետո։ Հաճախակ իմ գոլեգաները ասում են, որ դες էմոցիոնալ մարդ եմ, հա, ասում են հյուրերին որ բերում ես կամ հրավիրում ես, հա, ու բերել բառը մի քիչ կարող հարիր չի ներողություն, հրավիրում ես, հա, տենց երկար մի բան արա, էլի թող մարդիկ իրանք, հա, բան ռադիոլսողները որոշեն մի գովա, բայց քո դեպքում ոչինչ թող մի քիչ հսա ին վրա ջղայնանան, ասեն խի ես տես բաներ էլի խոսում, բան ես ոչինչ կդիմանամ։ Չէ, իրականում ժողովուրդ, ես իմ հարգանքը ինքը ունի բավականին լուրջ պատճառներ, բայց դե լավ, անցնենք մեր բուն թեմաներին։ Ես չի ֆորմ ասեմ Տիկին Կոստանյան։ Աննա ջան, այսօր ոչ ֆորմալ, հա, առումով sense շփվենք, ինչպես Շփվենք, իհարկե։ Տես 25 թվականի ընթացքում բազմաթիվ անգամ եղել ես ըստ տաղավարում, բազմաթիվ անգամ խնդիրները քննարկել ենք, ռիսկերը քննարկել ենք, բազմաթիվ անգամ փորձել ենք կանխորոշել, հա, ինչա լինելու կամ փորձել ենք ինչ-որ մի process-ների դեմն առնել իրականում։ Բայց այնուամենայնիվ լավ թե վատ առումով չեմ ուզում ընկնենք կրկին ասենց ընդդիմադիր կամ իշխանական, հա, ասենք թևերը քննարկել չեմ ուզում։ Իրականում չեմ ուզում։ Ամեն ինչ բոլորին ամեն ինչ պարզ է։ Թե ընդդիմադիր դաշտի մասով, թե իշխանության մասով։ Այստեղ ավելի շատ ես կցանկանայի մենք այսօր պատճառահետևանքային process-ների մասին խոսեինք եւ այն խնդիրների բուն պատճառների մասին, հա, որոնք այսօր կան։ Այն այ 25 թվականը։ Դե լավ։ Իմ համար ամենա sense, հա, բարոյահոգեբանական առումով հետեւյալն է, ես հիմա այդ ամսի 8-ի ստորագրած թող բան չեմ ուզում դրա մասին խոսալ։ Խոսանք մենք, հիմա չեմ ուզում ասեմ, այլ 2025 թվականին մեզ հա փորձում էին համոզել, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, եւ դա բխում է, այլևս գոյություն չունենալը Հայաստանի անվտանգային շահերից։ Խնդրեմ։ Ընդհանրապես հենց սկսում են ինչ-որ մի բանում համոզել, այսինքն օրակարգը, թելադրողները եւ այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգը առաջ տանողները, լավ էսպես ասեմ, փորձենք զերծ մնանք որևէ անուն կամ ինչ-որ որակումներ տալուց։ Հայաստանի
ներկա քաղաքական օրակարգը առաջ տանողները, արտաքին քաղաքական, երբ սկսում են ինչ-որ բանում համոզել, միանգամից պետք է սկսել կասկածել։ Որովհետև կյանքը մեր վերջին առնվազն 7-8 տարիների ցույց է տվել եւ ապացուցել է բազմիցս, արդեն այդտեղ չկա ապացուցելու, որ այն ինչ ասում են, դա այդպես չի։ Այսինքն, եթե խոստանում են անվտանգություն եւ ասում են խաղաղություն է լինելու, ուրեմն դրա տրամագծորեն հակառակ իրողություններն են մեզ սպասում, դրանում պետքա վստահ լինել եւ կասկած չունենալ։ Այսինքն առնվազն պետք է ամեն ինչ կասկածի տակ դնել։ Հիմա այդ խոստացված խաղաղությունը ինքը աներևույթ երևույթ չէ, այսինքն աներևույթ մի բան չէ, որը ոչ միտեղ չենք կարող տեսնել, այլ կարող ենք միայն զգալ։ Դա շատ կոնկրետ ֆիզիկապես արտահայտվում է եւ տարբեր դրսևորումներ է ունենում։ Առաջինը մեսիջներն են, որոնք գալիս են խաղաղությունը, այսինքն խաղաղությունը բերողների կողմից։ Խաղաղությունը որտեղից է գալիս։ Պիտի գա առնվազն երկար տարիներ, տասնամյակներ Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ եղած պետությունից, բայց այդ ուղերձները չեն գալիս։ Ո՞ր չեն գալիս, քեզ հիմա կասեն։ Բենզին են ծախում էժան, ճանապարհ են բացում։ Պատերազմական իրավիճակներում է շատ պատմության ընթացքում, որ հետ նայենք, հիմա կոնկրետ պատմական փաստեր չբերենք։ Բոլորին հայտնի է, որ տնտեսական հարաբերությունները շարունակում են գոյություն ունենալ։ Այսինքն անկախ նրանից, այո, որովհետև բենզինով, գազով կամ նույնիսկ լույսով չէ այդ խաղաղությունը գալիս։ Ռետորաբանությունը Ադրբեջանի կողմից եկող ամենալավը չէ։ Եվ ամենացավալին այն է, որ Հայաստանի հասարակական քաղաքական դաշտում կան անհատներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, որոնց ես եւ ոչ միայն ես կոչում ենք պրոպագանդիստներ, մեզ փորձում են համոզել, որ Ադրբեջանի ռետորաբանությունը օգոստոսի 8-ի այդ երկկողմ, չգիտեմ էլ իրավական առումով այդ ինչ հիմք ունի փաստաթուղթը, այդ փաստաթղթի ստորագրելուց հետո շատ փոխվել է եւ նմանատիպ հայտարարություններից անմիջապես հետո րոպեների, ժամերի կամ ընդամենը հաշված օրերի ընթացքում մենք տեսնում ենք հերթական զավթողական տրամադրություններ արտահայտող հայտարարությունները ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից եկող։ Հետևաբար ես հեռու եմ այն մտքից, որ նույնիսկ այդ, չգիտեմ, գուցե մեկ անգամյա ծրագիր են որոշել անել բենզինով փորձել համոզել հայ ժողովրդին, որ խաղաղությունը արդեն եկել է, կարծում եմ, այսինքն մենք հիմար չենք, խաղաղություն բոլորն էլ ուզում են, բայց տրամաբանական, adekvat եւ արժանապատիվ խաղաղություն, ոչ այն խաղաղությունը, որ մեզ փորձում են պարտադրել։ Հիմա տես, ես կփորձեմ այսօր շատ չափազանց դժվար է ինձ, բայց այնուամենայնիվ օպոնենտ հանդիսանամ, որ մենք անցնենք բոլոր կարծիքներով, եւ չստացվի այնպես, որ Կոստանյան Աննան, Աբովյան Արմանը նստած, իրանք իրանց խոսում են, քննադատում են, չգիտեմ ինչ են անում, չէ։ Այ դեպ միշտ այդ մեղադրանքը կա, որ ընդդիմադիր դաշտում մեկը մյուսի հետ, այսինքն նույնատիպ, նույն դաշտում եղած հայացքներ ունեցող մարդիկ նստում են, իրանք իրանց ասում, խոսում են ու սա այլ տեղից չի շարժվում, իրականում կա այդպիսի ճշմարտություն։ Ես չեմ վիճում, դրա համար ես քեզ կարամ ասեմ հետևելը։ Ես ունեմ պատասխանները, հարգելի ռադիոլսողներ, այն հարցերին, որի շուրջ ես այսօր փորձել եմ օպոնենտ լինել Աննային, բայց այնուամենայնիվ, ես պարտավոր եմ այդ հարցերը տալ, որտեղ օրինակ ասեն հետևելը, դե լավ, Աննա ջան, խաղաղությունը պոզով պոչով է լինում։ Այո, կար տասնամյակներով ձևավորված թշնամանք։ Այդ թշնամանքի պատճառը, վայլեզուս չորանա։ Բայց այնուամենայնիվ պնդում են իրանք, որ հանդիսանում է Արցախյան հիմնախնդիրը։ Հիմա Արցախյան հիմնախնդիրը համաձայն որոշ մարդկանց տեսլականի էլ չկա, այսինքն չկա պատճառ թշնամանալու, բայց կա խնդիր
այդ թշնամանքը կառավարելու դարձնելու եւ այդ կառավարելու դարձնելու ընթացքում Ադրբեջանը այո ինչ-որ ծավալապաշտական բաներ ասում, բայց այնուամենայնիվ տես ճանապարհաբացում, տրանզիտաբացում Ալիևը արդեն ակնհայտ չի վիրավորում, օրինակ մեզ ներողություն եմ խնդրում, կենթարների հետ չի համեմատում, ինչը մենք մի 2 տարի առաջ Ինչպեսի ձեռք բերում։ Դե հիմա բենզինա գալի է ժան, տես, բենզինը ինչ է ժան եկավ։ Ինչ վատա որ է ժան բենզինա գալի։ Եվ ամենակարևորը դուք իրանցի պլաստմասի այդ բանը անինչ պատա զաբորա տեսել ես։ Ֆիզիկապես ինքս չեմ տեսել, այսինքն անձամբ, այո, բայց բնականաբար զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումներով եմ տեսել։ Այդ պատի տրամաբանությամբ խաղաղությունը ամենազավեշտալին է։ Ինչի՞, սահման են գծել, բա սահման չունենա Բայց եթե պետությունը։ այդքան չեն վախենում այդ պատը էլ ինչի համար է։ Այսինքն պատը երաշխիք է անվտանգության։ Ինչ պատա Քանի մետր հանել։ պատ է, 2-3 մետր բարձրության, չգիտեմ։ Պլաստմասից պատա, բայց հիմա ինչ պատա հանել։ Կապ չունի, պատը պլաստմասա կլինի, պլաստիկ կլինի, քար կլինի, բացարձակ էական չի, որովհետև առնվազն այդ պատից մի քիչ վերև արդեն բաց երկինք է։ Արդյոք այդ բաց երկինքը լիարժեք ձևով պաշտպանված է, այդտեղ արդեն հարց է Ու մեկ էլ առաջանում։ չեն կրակում, հա։ Ու ընդհանրապես ողբամ այն կառավարիչներին, ում անվտանգության երաշխիքը այդ պատն է։ Ու եթե իրենց համոզմունքների, ընդհանրապես իրենց համոզմունքների վրա հիմնվենք եւ վստահենք, որ լիարժեք խաղաղություն կա, այդ պատը ընդհանրապես պետք չէր լինելու։ Այսինքն, եթե կա այդ բաղձալի, սպասելի եւ իրապես հաստատված խաղաղությունը, այլ պատը ինչի համար է։ Մեր հայերիս վախերը սփոփելու, այդ վախերը չեն սփոփվում, որովհետեւ այդ պատից վերև, թող լինի 5 մետր վերև, էլի նույն վտանգները կախված են հայերի գլխին։ Եվ Սևանի կողմից, Սոտքի հանքավայրի կողմից, Հայաստանի մի շարք ինքնիշխան տարածքների վրա խաղաղությունը ենթադրում է, որ նաև Արցախի հարցը ըստ իրենց տրամաբանության փակելուց հետո Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինվորները եւ զորքերը պիտի դուրս գային։ Դա ասում են դելիմիտացիա, դեմարկացիա կանենք դուրս կգան։ Այսինքն ենթադրվում է, որ այդ դելիմիտացիան ենթադրում է, որ Հայաստանի տարածքներում կան ադրբեջանական սպասումներին համապատասխան տարածքներ, որոնք իրենք կոչվում են ադրբեջանական։ Այդ թող դուրս գան այդ ժամանակ անեն դելիմիտացիան, ինչ տարբերություն։ Օրինակ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, արդյոք Գորիս-Կապան ճանապարհահատվածը Հայաստանի խորքում գտնվող տարածք չի։ Ինչու է այսօր այդ ճանապարհը փակ։ Ինչու է Շուրնուխ գյուղը գրաված, Շուրնուխի մի մասը գրաված, ինչու են շուրնուխեցիների մի մասը դուրս եկել իրենց տներից 2020 թվականին։ Լիքը հարցեր կան, որոնք չունեն պատասխաններ, ու այդ պատասխանների փոխարեն մեր վզին փաթաթում են եւ ստիպում են համակերպվել լղոզված իրականության հետ։ Այս հարցերի մասին կարծում եմ անընդհատ պետք է խոսել, անընդհատ պետք է հիշացնել, որովհետև ընդամենը 3 օրից ամանորն է եւ ամանորյա տրամադրությունների ներքո նաեւ առօրյա սոցիալական խնդիրների բերի տակ կքած հասարակությունը եւ քաղաքացին կարող են մոռանալ, որ այսպիսի անվտանգային, իրապես անվտանգային խնդիրներ կան եւ մեր սիրելի Արման պարոն Աբովյան, որպես հասարակական քաղաքական գործիչներ, ովքեր որ որոշակի հասանելիություն ունեն զանգվածային լրատվամիջոցներով, սա մեր պարտքն է անընդհատ հիշեցնել, չթողնել մարդկանց գցեն մոռացության թմբիրի մեջ եւ համոզեն, որ խաղաղություն եկել է, ոչ, այդ խնդիրները լուծված չեն։ Ես բան չասեցի, Տիկին Կոստանյան ջան, բայց տեսեք, ասում են հետևյալը։
Մարդիկ ասում են, մարդիկ ասելով իհարկե այս կարծիքը տարածված չի, ինքը շատ փոքրաթիվ է եւ այլն, բայց այնուամենայնիվ հետեւյալ նարատիվն է գծվում դաշտ։ Առաջինը սահմանին չեն կրակում։ Սա մեկ, երկրորդը քանզի որ սահմանի վրա չեն կրակում, ուրեմն կարելի է համարել, որ գոնե վտանգի առումով, ֆիզիկական վտանգի առումով Հայաստանին հաջողվել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որի ժամանակ չեն կրակում։ Չեն կրակում սահմանին, անջան։ Դե իհարկե, որովհետև հրադադարի վիճակում ենք։ Բայց քանի չկա վերջնական համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիր, այդ վերջնական խաղաղությունը կարծում եմ չի լինելու։ Իրենք էլ դա ընդունում են։ Ով կարող է ասել այդպես չէ։ Ի վերջո 90-ականներից այս կողմ եւս չէ հրադադար էր։ Այո, տևական խաղաղություն էր։ 3 տասնամյակ։ Իմիջիալոս խաղաղության պայմանագրի մասով խաղաղության պայմանագիրը այն տեսքով, որով ինքը հրապարակվել էր։ Նախ ասենք օգոստոսի 8-ին այդ նախաստորագրվել, բան սենց եւ այլն։ Շոր բանա ստորագրվել, որ հետո պետքա ստորագրվի, բան ես ճիշտ ասած ստորագրել են, որ հետո ստորագրեն, որ ստորագրեն, հետո որ վավերացնեն։ Այսինքն շոր դե լավ, ինչևից է process-ը, որը հայկական կողմը փորձում է ներկայացնել որպես դեպի խաղաղություն միտված գործընթաց, Ադրբեջանը նախապայմաններ առաջ դնում, սահմանադրության փոփոխություն, նոր նախապայման է առաջ եկել իմիջիալոց 2 օր առաջ, Ադրբեջանի արտգործնախարարը նոր նախապայման առաջ տարավ, ասաց միջև գործնականում TRIP, այդ պրոյեկտը չիրականացվի կրկին չի ստորագրվի, համոզված եմ, էլի նախապայմաններ են լինելու օրինակ ադրբեջանցիների բնակեցման մասով Հայաստանի տարածքում, դրա մասին մենք խոսենք, այսինքն Ադրբեջանը այդ նախապայմանները առաջ է տանում, դա փաթեթավորում արևմտյան Ադրբեջան, պատմական արդարություն, չնայած Ալթայից քոչվոր ցեղերի հայտնվելը այստեղ եւ հետո իրենց հավակնությունները բնիկ հայկական, բնակչության հանդեպ շատ տարօրինակ պատմական արդարության հետ, ասենց առնչություն ունեցող երևույթ է, բայց դե լավ, դնում եմ մի կողմ։ Հիմա խաղաղության պայմանագիր։ Նոր ասեցի խաղաղության պայմանագիրը միջև չստորագրվի, ոչ մի բան տեղը չի ընկնի։ Ենթադրենք Հայաստանը ծերից ծեր համապատասխանացրեց իրավիճակը տարածաշրջանում այն մակարդակի, որ պետք է ինչ-որ թուղթ ստորագրի, անուն դնում ենք պայմանական խաղաղության պայմանագիր։ Կարդացել ես խաղաղության պայմանագիրը։ Ծիծաղում է, 100% կարդացել է, ուսումնասիրել է, 1000 անգամ էլ խոսացել է։ Այն խաղաղության պայմանագիրը, որը այսօր մշակված է, համապատասխանում է Հայաստանի շահերին։ Հայաստանի տոտալ կապիտուլյացիային է համապատասխանում։ Այսինքն, եթե ինձ ասեին, որն է կապիտուլյացիան, այ հենց դա այդ փաստաթուղթը հենց իրենով վերջնական ենթադրում է կապիտուլյացիա, այսինքն հանձնողականություն։ Բանն ընդունելու, չգիտեմ, սահմանների անձեռնամխելիություն եւ այլն, ինչի՞։ Այսինքն մի շարք ձևակերպումներ, շատ են, որ անգլերենով ասում են շատ nice ձևակերպումներ, որոնք իրանց տակ այնպիսի ենթատեքստեր ունեն, բոլորովին Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Ու նորից վերադառնալով ելակետին, երբ որ մենք սկսում ենք քննադատել այդ իմիտատիվ փաստաթուղթը, fake խաղաղությունը, ոչ թե նրա համար է, սա ուզում եմ անպայման շեշտել եթերում մեր բազմաթիվ դիտողների եւ հայրենակիցների համար։ Նրանից չի, որ մենք չենք ուզում խաղաղություն, որևէ adekvat, խելամիտ, այսինքն բանական մարդ չի կարող խաղաղություն չուզել, բայց ոչ այն խաղաղությունը, ոնց որ մեզ հրամցնում եւ պարտադրում են, որի տակ, որի հետևում թաքնված են մի շարք ոնց ձևակերպեմ, չգիտեմ, մի շարք խութեր, որը Հայաստանին կանգնեցնելու է նորանոր ավելի լուրջ մարտահրավերների առաջ, ընդհանուր մինչև տարածքային կորուստներ։ Հիմա ինչու է օրինակ, տես ասեցի, որ 2 օր առաջ արտգործնախարարը նոր ակնկալիք, լավ ասենք, ակնկալիք է ձևավորել։ Որտեղից է դա գալիս։ Գալիս է մի պարզ պատճառից, որ
տեսնում են ցանկացած պահանջ ներկայացնելով Հայաստանի իշխանությանը բավարարվում է։ Անվերապահորեն բավարարվում է։ Հերքում էին, մերժում էին, միջանցք չի լինելու եւ այլն, ինչեր ասում էին, այն հայկական պայմանական ձևական ավանդական փողոցային ոնց են ասում խոսակցությունների ժամանակ որ լինում է, ասում արդեն երթում են ուտում։ Երթում էին ուտում, որ չի լինելու միջանց, դա միջանցք չէ, ինչ Զանգեզուր, բայց եղավ չէ։ Բա միջանցք կա թրիփը։ Դե իհարկե միջանցք կա։ Հիմա ուզում եք անունը դրեք միջանցք, ուզում եք ուրիշ լեզվով ասեք կորիդոր, ուզում եք ասեք, չգիտեմ, ինչ ասեմ, խաղաղության ճանապարհ, ցանկացած ձևակերպում կարելի է տալ։ Կարտոֆիլով բուրգի։ Այո, որևէ բան։ Փաստը մնում է փաստ, որ A կետից մինչև B կետը գնացող մի հատված է, որտեղով անցնելու են ադրբեջանցիները։ Իրանք կոչվում են Զանգեզուրի միջանցք, մենք ասում ենք trip, ամերիկացիները ասում են trip, կապ չունի ինչ են ասում, կորիդոր են ասում, այո։ Հիմա այդ մանիպուլյացիաներով շարունակել մարդկանց խաբել այլևս անհնար է։ Այն որ ասում եմ արդեն այնքան շատ բան կա ասելու, մոռացանք ելակետը որն էր, ինչից էինք խոսում։ Պահանջատիրությունը, երբ որ մենք թույլ ենք տալիս հակառակ կողմին պահանջ ներկայացնելու եւ այդ պահանջը մենք ընդունում ենք, դա տեղ է տալիս հերթական այլ պահանջներին իրենց կողմից ներկայացնելու։ Եվ ինձ մոտ նաեւ երբեմն տպավորություն է ստեղծում, որ ընդհանրապես Ադրբեջանը հակվածել չի վերջնական համաձայնություն կամ խաղաղություն ստանալու, որովհետեւ ունեմ ներքին համոզմունք, ուսումնասիրելով տարածաշրջանային զարգացումները, շատ լավ հասկանալով, որոշակիորեն նաև ուսումնասիրելով Ադրբեջանի քաղաքականությունը, այլևս հատկապես 20 թվականից հետո գալիս եմ այն համոզմունքին, որ չունեն իրենք այդպիսի նպատակ վերջնական խաղաղություն ունենալու Հայաստանի հետ։ Այդպիսի կտերով համոզելով ժամանակ են ձգում ըստ երևույթին ինչ-որ հեռակա պլանների, ինչու չի բացառվում։ Իսկ միգուցե այդ հեռակա պլանները եւս մի 10, 20 կամ 30 տարի կձգվի, ինչ որ իրավիճակ փոխվի, վերջը եկեք նաեւ չմոռանանք, որ սա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եղած լոկալ տարածքային խնդիր չէ։ Այսօր ավելի գլոբալ, ավելի գլոբալ զարգացումներ են տեղի ունենում, ավելի գլոբալ կոնֆիգուրացիաներ են տեղի ունենում տարածաշրջանային երկրների միջև ավելի մեծ խաղացողների, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, ի վերջո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտը եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված իրողություններ են։ Դրանց համատեքստում նաեւ արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցողը։ Հիմա տես ինչ կասենք, ասեն հետեւյալը։ Okay, հասկանում ենք, վատն է խաղաղության պայմանագիրը, լավն է կապիտուլյացիա, թե իրական դեպի իրական խաղաղություն տանող փաստաթուղթը, էսա, այսինքն սա այն մաքսիմումն է, որին Հայաստանը այս իրավիճակում հնարավոր է հասնի։ Հիմա պայմանական Արման Աբովյան, Աննա Կոստանյան, բազմաթիվ իրենց գործընկերները ասում են փաստաթուղթը վատնա։ Վատնա ռիսկեր է մեջ պարունակում, բայց միակ փաստաթուղթն է այսօր, որը կա, արկա է։ Չստորագրել, տես դու հաղորդման սկզբին ասացիր, միջև խաղաղության պայմանագիր չստորագրվի, իրավիճակը լինելու է լարված։ Հիմա մարդիկ բերել են ասում են ախպեր էսա, սրանից ավել չի կարա լինի կամ չի ստացվում կամ սա է իրականություն, հիմա ստորագրեն թե չէ։ Այս շատ լավ ասացիք, հենց գալով ձեր բառերից։ Այս ձևակերպումները իհարկե ոչ ուղիղ մեջբերումներ են բանակցողների, հայկական բանակցողների, բայց տրամաբանությունը լիարժեքորեն դուք արտահայտեցիք ձեր բառերով։ Լավա վատա էսա։ Ես չլինելով դիվանագետ հասկանում եմ, որ այդպես պարլամենտական դիվանագիտության մեջ լավ ներգրավված է։ Իհարկե, որոշակի փորձ ձեռք են բերել, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ այդպես չեմ բանակցում։ Գտեք մի որևէ երկիր,
Հնարավոր է մեկ էլ նմանատիպ լինի Ուկրաինան, բայց նույնիսկ Ուկրաինան լինելով այն իրավիճակում, որ հիմա գտնվում է, նմանատիպ պարտվողական հռետորաբանություն չի օգտագործում։ Այսինքն դու բերում ես քո ժողովրդի վզին փաթաթում ես մի փած ստատուղ, դու ասում ես լավա վատա էսա, դե դու գնացեք արեք, չէ, սա արդեն ոնց ասեմ ղեկավարի կեցվածք չի։ Էլ չեմ ասում մարդ, ով իրեն համարում է արժանապատիվ ղեկավար, գալիս է ու իր ժողովրդին ասում է, ասենք եվրոպական պետությունում համայնքի հետ հանդիպելուց ասում է բանը հազիվ այդ հարցից պրծել ենք Արցախի մասն է խոսքը, այսինքն Արցախի կոնֆլիկտից հազիվ մենք պրծել ենք։ Սա հուշում է ընդամենը, որ վաղը մյուս օր Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներից հրաժարվելուց հետո մարդկանց սկսելու է մարդկանց առաջ ինքնաարդարանալ, այսինքն սա դիվանագիտության լեզու չի։ Այս պարտվողականությունը ճանապարհ չէ։ Նորանոր պահանջների հիմք եւ առիթ է ստեղծում եւ հաջորդ этаպը արդեն սահմանադրությունն է, այո, ընդ որում, որի դիսկուրսը շատ վաղուց արդեն բացված է, ցեցը գցել են հանրության մեջ եւ այս թեման շարունակելու են, իմացա, որ վերջերս էլ այդ հանձնախմբի, ուրեմն սահմանադրական փոփոխությունների հանձնախմբի հանդիպումն է տեղի ունեցել։ Երկար ժամանակ չկար, մեկ է հանկարծ նորից էլի ակտիվացել են։ Իրանք ինչ են ասում են հետեւյալը, որ քանզի ինչպես դու արդարացի, հա, նկատեցի իրավիճակը փոխվե, բացի լոկալ զարգացումներից տարածաշրջանում նաև գլոբալ զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանը պետք է համապատասխանի փոփոխվող աշխարհին։ Միանշանակ։ Եվ այդ համապատասխանատվությունը պետք է մեջը ներառի, սա ենթատեքստով է ասում, այն կեցվածքը, որը չպետք է ավելորդ անգամ պայմանական առիթ տա քո ագրեսիվ հարևաններին, հա, քո հանդեպ ագրեսիվ գործողություններ անել։ Այսինքն դու պետք է հանես քո մեջից ինձ դժվար է սա արտաբերել, որովհետև ակնհայտ աբսուրդ եմ ասում, բայց այնուամենայնիվ ինքը բավականին լավ տարածված է մարդկանց մեջ։ Հանես այն տարրերը, որոնք կարող է ընկալվեն քո հարևանների կողմից որպես ոտնձգություն, ակնկալելով, որ նույնը կանեն իրանք։ Իհարկե, ցանկացած, այսինքն քո ազգային շահի արտահայտում, քո ագրեսիվ հարևանի կողմից նկատվելու է եւ դիտարկվելու է որպես ագրեսիա քո կողմից։ Օրինակ, շատ լայն տարածվող ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների վերադարձը մերժելը։ Ինչ ադրբեջանցիներ վերադարձել, բնակեցնել, արի սենց իրաց նարատիվները չօգտագործել։ Լավ, ասենք բնակեցնելը, չէ, երբ որ դու ասում ես ինչ ադրբեջանցիներ, ինչի պիտի կան բնակվեն, այդ որտեղ է գրված, այս արդեն իրենք կարող են մեկնաբանել որպես ագրեսիա, որովհետև իրենք ընկալում են, որ օրինակ Երևանը ադրբեջանական քաղաք է եղել։ Ինչպես նաև մի շարք հայկական տարածքներ, Սևանը։ Հիմա երբ որ դու հակազդում ես իր այդ ռետորաբանությանը, իր այդ նարատիվին, դա արդեն քո կողմից դիտարկվում է իր ընկալմամբ որպես ագրեսիա, ինչ անենք մենք չասենք, եթե դու քո ազգային հետաքրքրությունները արժանապատիվ ձևով չես ներկայացնում, ցանկացած բան քո վզին կարող են փաթաթել եւ ասել, որ դա ագրեսիայի դրսեւորում է։ Միևնույն ժամանակ այստեղ պետք է հարց տալ, արդյոք օրինակ նորմալ ձևով հարաբերությունները արտաքին այլ քաղաքական միավորների գործընկերների հետ զարգացվում են թե ոչ։ Կողքերը նայել, ովքեր կան, որտեղ ընդհանուր հատման կետեր կան, ոնց կարելի է այդ երկրների հետ աշխատել, ինչ կարևոր խաղաքարտ դու ունես, որ կարող է նույնիսկ արտաքին թշնամիներին իրար հետ քո տարածքում երկխոսության բերել։ Սրա մասին մտածել են, արդյոք մենք մտածել ենք, գտել ենք այդ խաղաքարտը։ Ես խիստ կասկածներ ունեմ։
Ու նորից եմ ասում, այդ վախերը, որոնք պարտադրանքով փաթաթել են մեր վզին եւ փորձում են այդ վախերով պայմանավորել մեր Հայաստանի Հանրապետության ապագան եւ հեռանկարները, այդ թյուրիմացությունն է։ Պետք է անընդհատ սրա մասին խոսել եւ բացահայտել եւ տեղեկացնել քաղաքացիներին, որ անվերջանալի այդ վախերի գիրկը ընկնելով մենք պարզապես չենք կարող արժանապատիվ ապագա կանխատեսել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ընդհանրապես ցանկացած հայրենիքի որևէ մաս տալ եւ խաղաղ ապրելու տրամաբանությունը Հայաստանի կործանման սկիզբն է։ Հիմա տեսեք, իշխանությունը ասում է հետեւյալը, ընդդիմությունը ասում է Հայաստանի կործանում, Բախի չենք կործանվել։ Հա, սա են ասում, երկրորդ ասում է, տես իրանք ասում են կործանում, իսկ մենք ասում ենք, այսինքն իրանք, այսինքն իշխանությունը ասում է ոչ, զարգացում, երջանկություն, ապրուստ եւ իրենք ինչ են ասում, ինձ շատ հետաքրքիր, ես չգիտեմ որ քաղտեխնոլոգներից են դրսի, իրանց այդ նարատիվը հուշել, բայց ինքը բավականին ակտիվ նարատիվ, այսինքն իրենք դուրս են գալի պոզիտիվ, հա։ Այո։ Պավեստկայի ներքո որ ասում են զարգացում, խաղաղություն եւ այլն։ Շատ ստրատեգիա է։ Հա, իրանց կողմից պարզ է որ շատ ճիշտ եմ որ ասում եմ ճշմարիտ է ինքը թե fake է, սա երկրորդական ստրատեգիայի բանը։ Ընդդիմությունն էլ ինչ է ասում, առավոտից մի երկու օր առաջ չեմ ուզում էլի անուն տամ, նայում էի, մեկը մի հատ պերսոնաժ կա հանրային դաշտում, այդպես մեծ գլխով, շո բան էր խոսում, մեկ էլ ասում է, դե ասում է, սա ասում է, ովքեր նեգատիվ բաներ են խոսում, Sputnik Armenia կլիենտներն են, մեկը մի հատ դեմքին նայ, ասի այգեր, բա դու ինչի կլիենտն ես, դե լավ։ Էսի դնանք մի կողմ, ասես մեծ գլխով դեմք է, էլի ինքը բայց խոսքերի մեջ ճշմարտություն գիտես ինչով կա, որ ընդդիմությունը հանդես է գալի նեգատիվ կանատացիաների մեջ, այ հույ, վարի են գնում, բան, սենց, իսկ իշխանությունը ասում է ժողովուրդ ջան, ես բերում եմ երջանկություն, ես բերում եմ խաղաղություն, ես բերում եմ այս ընդդիմությունն էլ պատերազմ է ուզում։ Եվ սա նստած է միջալոց բավականին մեծ թվով մարդկանց գլխի մեջ։ Համաձայն եմ, այդ առումով այո, ցավալիորեն մեր ընդդիմությունը, լավ հավաքական չասեմ, ընդդիմության տարբեր թևերը արած սխալների վրա դասեր չքաղեցին։ Եվ այո, այդ ատելության հողի վրա չես կարող ավելի շատ ներգրավվածություն քաղաքացիական ապահովել, ավելի շատ թվով քաղաքացիներ ատելության հողի վրա չեն աջակցելու, չեն սատարելու քեզ։ Ատելության հողի վրա քաղաքացիները չքվեարկելով, չսիրելով իշխանությանը չեն գալու քո կողքը կանգնել։ Ատելության հողը ինչի նկատի ունես, ատելություն դեպի իշխանությունը, այդ ատելությունը կարիք չկա, այդ ատելությունը այնքան այսպես վառ ձևով դրսևորված է օդում, այն որ ասում են կանգնած է օդում, Երևանի փողոցներում ամենտեղ դա կարելի է զգալ, սոցիալական ցանցերում ամեն օր եւ ամենուր հորդում է այդ ատելությունը, կարիք չկա քո օրակարգը կառուցել այդ ատելության վրա, այսինքն ուրիշին ատելու վրա։ Գիտենք բոլորս, ամեն ինչ պարզ է, 2018-ից է պարզ, 20-ից չի պարզ, 18 թվականից է պարզ։ Եկեք ստեղծենք մեր սեփական օրակարգը եւ հանրությանը առաջարկենք մեր պատկերացումը դրական լույսի ներքո։ Օրինակ, եթե մենք քննադատում ենք այն դիվանագիտությունը եւ այն խաղաղության process-ը, որ տանում է իշխանությունը, եկեք առաջարկենք, թե մենք ոնց ենք դա տեսնում, բայց ռեալ, ոչ այսպես վերացական, ոչ առարկայական ձևակերպումներից զերծ մնալով, շատ ռեալ։ Ինչ կոնկրետ առաջարկներ մենք ունենք, ոնց ենք պատկերացնում դա, եթե նաև ասում ենք, թե մենք էլ ենք կողմ, որ պատերազմ չլինի, պատերազմ չի լինելու, ահա, պատերազմ չի լինելու, ոնց չի լինելու։ Ոնց եք պատկերացնում դիվանագիտությունը։ Ինչ քայլեր եք անելու։ A, B, C, D 5 տարվա կտրվածքով, չգիտեմ, 1 տարվա կտրվածքով, որն է հաջորդ քայլը լինելու, եթե դուք, այսինքն կոպիտ ասած, քարոզարշավը անել
դրական ձևով, ոչ թե Նիկոլը չպետք է լինի, մենք պիտի հեռացնենք Նիկոլին։ Այս ընդունված եւ չարչրկված եւ տապալված քարոզարշավային տրամաբանությունը այլևս չի գործում եւ չի գործելու նաեւ 26 թվականին։ Հետևաբար պետք է լավ մտածել հենց մեր քաղաքական առումով քայլերը ինչ ձևով ներկայացնենք հանրությանը, որովհետեւ մեր զրուցում ենք, չէ, մինչեւ եթերը, ինչպես ասեցի, շատ աչ ու ձախ իրար քննադատելու են խոսքը ընդդիմադիր դաշտում, այո, ընդդիմադիր դաշտում եւ ոչ ընդդիմադիր դաշտում իշխանության, այսինքն շունը տիրոջը չի ճանաչելու, աչ ձախ թրատելու են, պետքա մեսիջ ուղղել ամբողջ ընդդիմությանը, որ այս ճանապարհով, այո, որ այս ճանապարհով մենք պարզապես 26 թվականին տապալվելու ենք եւ իշխանությունը վերարտադրվելու է։ Եթե գնացիք մեկը մյուսին ցեխոտելու, մեկը մյուսին լյուստրացիա անելու, մեկը մյուսի սխալներից խոսելու ճանապարհով։ 100 չէ, մեկը մյուսի սխալները խոսելու ձևել կա, տոնել կա, ինտոնացիա կա։ Ոչ թե մեկը մյուսին մեղադրելու, որովհետև այսօր եթե այն որ ասում գնանք ով է մեղավոր, ով է պատասխանատուի ճանապարհով, բոլորը մեղավոր են, բոլորը պատասխանատու են։ Եթե ճանապարհով գնանք, կարող է շատ անհարմար բան ստացվի։ Դրա համար, որպեսզի մենք կարողանանք 26 թվականին ռեալ հակազդեցություն ստեղծենք այսօրվա ռեժիմի նկատմամբ, որովհետև եթե ռեժիմը վերարտադրվեց, շատ տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելի վատ է լինելու դաշտում գործող բոլոր ընդդիմադիրների համար։ Ոչինչ չի փոխվելու։ Եթե մեր նպատակները հիրավի ազնիվ են, եթե մենք իսկապես ուզում ենք Հայաստանում իրավիճակ փոխվի, եթե մենք իսկապես ուզում ենք, որպեսզի Արցախի մեր հայրենակիցների իրավունքը նորից դրվի միջազգային խաղացողների սեղանին, ես կարծում եմ բոլոր հայկական շահով առաջնորդվող, ազգային շահով առաջնորդվող քաղաքական գործիչների ընդհանրապես հայերի օրակարգում այս հարցը պետք է ակտուալ դառնա, որովհետև սա շատ վատ նախադեպ է ստեղծել եւ ստեղծելու այլ ազգերի, այլ պետությունների, այլ ժողովուրդների համար մեկ օրում պարզապես բնազուրկ տնազուրկ անել ու այդպես մարսել։ Սա շատ վատ պատմական նախադեպ է եւ պետք է այդ պատմական նախադեպը կասեցնել։ Դրա համար եկեք, ես չեմ օգտագործում, այդ չարչրկված, ծեծված, եկեք բոլորս համախմբվենք։ Կարելի է պարզապես համագործակցել եւ պայմանավորվել։ Պայմանավորվել ինչի շուրջ։ Ելակետ ընդունելով, որ պետք է իրար հանգիստ թողնենք եւ մեր պայքարը կառուցենք մեր իսկ առաջարկների շուրջ, մեր առաջարկած օրակարգի շուրջ, ոչ թե ուրիշների արած սխալների, այստեղ ես իշխանությանը դուրս կդնեի այս իմ ձևակերպումներից, որովհետև իշխանության սխալների մասին պետք է խոսել։ Առնվազն, որովհետև իրենք այս պահին պատասխանատու են, իրենք այս պահին կրում են այդ լծակները նորանոր սխալներ թույլ տալու։ Հետևաբար, որpիսի այդ սխալները թույլ չտրվեն եւ չշարունակեն թույլ տալ, պետք է իրանց սխալների մասին անընդհատ պարբերաբար թմկահարել, խոսալ առարկայական եւ փաստերով։ Բայց մյուսները դաշտում առնվազն պիտի պայմանավորվեն այդ կոռեկտությունը, քաղաքական կոռեկտությունը պահելու մեկը մյուսի հանդեպ, որովհետեւ կա մեկ նպատակ՝ չթողնել, որpիսի այս իշխանությունը վերարտադրվի այսքան բան։ Հետաքրքիր էր։ Հետաքրքիր զրույց ստացվեց։ Բա, հարգելի ռադիոլսողներ, ես ավելի քան համոզված եմ, այո, 2026 թվականին բավականին լուրջ որոշում բոլորը պետք է ընդունեն, թե որ երկրում են ապրելու, ինչ պայմաններում են ապրելու, անվտանգություն ունենալու են, այո, թե ոչ, սոցիալական առումով աշխատանք ունենալու են, այո, թե ոչ, որովհետև
շատ փոխկապակցված է այս ամենը, հա, եւ այն Իհարկե։ կաշան, որը մենք հիմա տենում ենք, հա, այդ բրոունյան շարժումը, որը ձևավորվել է քաղաքական դաշտում, ոչ միայն ավանդական առումով, հա, ասենց քաղաքական ուժերի կամ չուժերի շարժումների, հա, ի նկատի ունեմ, բաղով այլ առասարակ։ Եվ այո, այդ որոշման ետևում ամեն քաղաքացու պետք է լինի իր անձնական ընկալումը խնդիրների, ոչ թե իշխանությունը, ընդդիմությունը, պրոպագանդան, հա, Աննան, Արմանը, չգիտեմ, հա, մարդիկ ովքեր ունեն հասանելիություն հանրային լսափողներին, դե լավ սենց ասեմ իրանց ինտերվյուներով ինչ որ բան ասեն ու անեք, այլ դենց դուք պետք է որոշեք ու դուք եք որոշող։ Իրականում գիտեք, մի բան էլ ասեմ, սիրտս կտարակի չասեմ։ Եվ սենց ֆեյք բան են տարա։ Ախպեր, ամեն ինչ որոշված է արդեն։ Գնաս, չգնաս, խոսած, չխոսած, որոշում։ Արդեն սա որոշել են։ Պուտինը Տրամպի հետ որոշել է, չգիտեմ, Էրդողանը Ալիևի հետ որոշել է, Նարենդրա Մոդին եւ Սին Ցզինպինը որոշել են։ Այ Ժորժ ջան։ Ցավները տանեմ։ Մի բան իմացեք։ Որպես մի մարդ, ով 25 տարի ակտիվ քաղաքականության մեջ է, սուտ է, տենց բան չկա։ Ոչ մեկ չի նստում ընդ Կրեմլում կամ Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշում։ Մի վերջում մեծ քաղաքականությունը դրա մասին չէ, այո։ Հա իրանք նստած որոշում են, գիտեք ինչի վրա, մեր քայլերի հիման վրա։ Դուք ու քայլդ ոնց անես, իրանք հենվում են քո քայլերի վրա, ինչ-որ որոշումներ են անում։ Իրենք որոշում են իրենց սեփական պետության հետաքրքրությունների շրջանակներում։ Այո, քո քայլերի տրամաբանության ներքո։ Եվ այո, այնտեղ որտեղ որ իրենց պետական շահը թելադրի քեզ զոհ տալու, նրանք հանգիստ քեզ զոհ են տալու։ Հետևաբար դու էլ քոն, այո, եթե դու համաձայնվես, ու եթե դու ինքդ քո պետական շահը որպես ելակետ չընդունես եւ չկառուցես քո արտաքին քաղաքականությունը այդ ելակետից, զոհ ես գնալու իհարկե։ Հա, բայց եթե կառուցես, վստահաբար զոհ չես գնալու։ Իհարկե, եթե կառուցես, զոհ չես գնալու։ Այս պոզիտիվ նոտայով ավարտում ենք Միշտ այսօրվա։ պետք է պոզիտիվ մնալ։ Ժորժ ջան, դուք եք որոշող, այ հենց հիմա ով ինձ լսում է, հենց հիմա ով մեքենայի ղեկին կամ տանը ինձ լսում է դու։ Տղամարդս թե կին, տարեցս թե երիտասարդ, հենց դու ես որոշում, և սա այն կարևորագույն քո իրավունքն է, որը քեզ փորձում են համոզել հենց քեզ, այ հիմա ով մեզ լսում է, որ արդեն քո տեղը որոշել են, տոք գլուխները պատով են տվել։ Եթերում Աբովյան թայմներ։ Շնորհակալություն։ Հայակվե հասարակական նախաձեռնության անդամ Աննան Կոստանյան։ Շատ լավ զրույց ստացվեց։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Ժորժ ջան, այն որ ասում է, ոբշեմ, դուք Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, այո, շուտով արդեն։ Այսպես